Արհեստական բանականությունը լայն թափով մտել է հասարակություն, դառնալով մարդու կյանքի մասնիկ։ Time ամսագրի 2025 թվականի տարվա մարտ մրցանակը ստացել են արհեստական բանականության ճարտարապետները։ Մարդիկ անհանգստանում են, որ արհեստական բանականությունը կարող է փոխարինել մարդկանց աշխատանքը, որը կբերի գործազրկության։ Աշխարհում գրանցվել են արհեստական բանականության հրահանգով մարդկանց ինքնասպանության դեպքեր։ Միջազգային մամուլը հայտնել է նաև աշխարհում առաջին փաստագրված ամուսնության մասին, որտեղ կինը պաշտոնապես ամուսնացել է արհեստական բանականության հետ։ Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում պարզելու, թե որքանով արհեստական բանականությունը կարող է փոխարինել մարդուն, ազդել կյանքի տարբեր ոլորտների, արվեստի ու քաղաքականության վրա։ Ըստ էության որոշակի բնագավառներ կա, որ տվյալ երևույթը ըստ էության կարելի ասել գրավել է, եւ ըստ իս կարծում եմ որոշակի վտանգներ այնուամենայնիվ կան, թե օրինակ որոշակի մասնագիտությունների արդիականության կորստի եւ այլն, իսկ քաղաքականության եւ այլ հարցերի առնչությամբ չեմ կարծում, որ ըստ էության արհեստական բանականության համատեքստում քննարկում էական կարելի անել, որովհետեւ ըստ երևույթին որոշակի սեկտորին չի առնչվում, այլ ըստ ընդհանուր բնագավառների, ըստ երևույթին այդքանը։ ChatGPT-ից մենակ հարց բան եմ տալիս, ու այդքանը։ Իսկ ինչ եք կարծում, առաջիկա տարիներին կարող է քաղաքական եւ մարդկանց կյանքում որևէ փոփոխություն կատարել արհեստական բանականությունը։ Արվեստի մեջ հա, вообще, բայց ինչ որ տես ռոբոտ խոսքի արհեստական չեմ մտածում, հիմա չէ, խոսքի։ Ապագայում երևի հա։ Բայց մենակ արվեստում ալը, որ այդ արհեստական բանականությունը օգնում։ Ինչ որ առավելություններ կլինի, ամենայն դեպս շփման հետարքիր տարբերակ է լինում, գուցե դրանով ինչ որ ավելի դրական պատասխան լսի յուրաքանչյուր մեկը իր հուզող հարցերին։ Կարծում եմ վատ բան չի։ Իսկ ավելի շատ սպառնալիք է, թե օգուտ հասարակության համար։ Իսկ ինչի սպառնալիք, եթե մարդ իր իրավունքների մասին ուզում է տեղեկանալ եւ ավելի կոնկրետ լուրջ խորքային պատասխան է ստանում, ես այդտեղ որևէ թիրախավորում չեմ տեսնում։ Օրինակ շատերը կարծում են, որ դա կարող է շատ մասնագիտությունների փոխարինող լինել։ Այո, ճիշտ եք ասում, հնարավոր է այդպես, բայց կա նաև այն տարբերակը, որ յուրաքանչյուր մասնագետ իր տեղում գուցե շատ օպտիմալ չի աշխատում, արդյունավետ չի աշխատում, եւ հետեւաբար ստեղծվում են ստվերային խնդիրներ, ստեղծվում են անհասկանալի, չհասկացված վիճելի հարցեր, թերի հարցեր կամ գուցե ինչ-որ մեկի համար լավ լինի, մյուսի համար վատ։ Կարծում եմ ինչ որտեղ դրական է, ես այդքան վատատես չեմ այդ առումով։ Ամեն դեպքում արհեստական բանականությունը իր դերը ունենա բոլորիս կյանքում։ Եվ քաղաքականության, բոլոր բնագավառը, բոլոր մասնագիտություններում իր դերը կա։ Շուտով երևի շատ մասնագիտությունների կարիք էլ չի լինի։ Արհեստական բանականությունը մի կողմից երևի վտանգավոր է իհարկե բոլորիս կյանքի համար, բայց իր դերը կունենա ամեն։ Ինչ սպառնալիք կարող է լինել վտանգ։ Շատ մասնագիտությունների կարիք չի լինի, այսօրվա պահ որ մտածում ես արհեստական բանականությունը բոլոր մասնագիտությունների տեղը լրացնում է։ Վաղը միսօր շատ բաների կարիք եւ իրավաբաններ, եւ ինժեներներ, եւ նույնիսկ ծրագրավորողների կարիք էլ չի լինի։ Արհեստական բանականությունը ամենտեղ իր դերը խաղում է։ Կարող է ազդել նաեւ Հայաստանի ընտրությունների վրա առաջիկա։ Չէ, ընտրությունների հետ առաջիկայում չէ, հետագայում միգուցե, բայց հիմա արհեստական բանականությունը այդքան շատ չի Հայաստանում երևի իր դերը դեռ այդքան չունի, որ ընտրությունները հետ կապ ունենա։ Չէ, չեմ օգտվում։ Ազդի, անշուշտ պետք է որ ազդի։ Իսկ դեպի լավը թե դեպի վատը։ Ես հույս ունեմ, որ դեպի լավը ավելի շատ կլինի։ Իմ կարծիքով ազդեցություն կունենա ոչ միայն քաղաքական կյանքում, այլև ընդհանրապես մարդկության զարգացման մեջ մեծ ազդեցություն կունենա։ Ինքը իր մեջ վտանգներ էլ է պարունակում, բայց ազդեցությունը, եթե ճիշտ ուղղորդվի, կարծում եմ, որ ճիշտ ուղղությամբ կգնա։ Եվ քաղաքական պահերն էլ կարելի է, եթե նա արհեստական բանականություն է եւ մտածելու ընդունակություն ունի, հետեւաբար եւ քաղաքական ուղղությունների վրա էլ կարող է մեծ ազդեցություն ունենալ։ Կարող է ձևավորել նոր քաղաքական մտածողություն։ Նայած ինչ ուղղությամբ կգնա, ասենք, ինչ ուղղությամբ կարելի է իրան ուղղորդել, վերջնական արդյունքում իրեն մարդն է ուղղորդում։ Եվ կարող է նա տանել, ասենք, գլոբալիզացիայի կամ կարող է տանել ազգային ավանդույթների ավելի Իսկ սպառնալիքները որոնք կլինեն։
Սպառնալիքները կարող են լինել, որ մեր մոտ քիչ չեն քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, որոնք ասենք բացասական են տրամադրված, կարելի ասել ամեն ինչի նկատմամբ, եւ եթե այդ արհեստական բանականության ուղղորդեն այդ բացասական ուղղությամբ, հնարավոր է, որ ունենանք նաեւ նման սպառնալիքներ այդ արհեստական բանականության ազդեցության ներքո։ Երևի խաղա էլի։ Դեպի լավը թե դեպի վատը։ Մենք դեպի վատն ենք գնում։ Լավ բան կա։ Այդ արհեստական բանականության հետ կապված։ Դե հիմա դեպի վատն ենք գնում, չգիտեմ։ Ահա որ է վիճակը։ Իհարկե խաղա, բայց դեպի լավը թե դեպի վատը չեմ կարող ասել։ Սպառնալիքներ կլինեն այնուամենայնիվ։ Դե, եթե կարողանային գուշակություն անեինք, դա մեծ բան է, բայց ի վիճակի չենք։ Ճիշտն ասած չեմ պատկերացնում, որ մեծ դեր կխաղա։ Որտեղ մարդը մնում է ինքը իր գաղափարով, բանականությունը ես չգիտեմ, ինչ արդյունք կտա։ Միանշանակ հուսով եմ, որ բերական դեր արձագանքներն շուտով մենք կտեսնենք մոտենվեն ընտրություններ, փոքրիկ ինչ-որ այր պետք է որ բոլորը զգանք, չգիտեմ։ Պետք է որ լավ լինի, եկեք հավատանք։ Իսկ արհեստական բանականությունից ավելի շատ վտանգներ են, սպառնալիքներ են լինելու, թե Իմ կարծիքով թե լավ թե վատ։ Արհեստական բառի հետ կա լավ բան սպասենք։ Ճիշտ չի։ Կարծում եմ, որ ապուշությունը մարդիկ պետք է իրենց բանականությունը աշխատացնեն, ոչ թե արհեստական։ Այո, իհարկե։ Հա, իսկ ավելի շատ սպառնալիքներ կլինեն, թե դրական կողմեր։ սպառնալիքներ։ Ինչու՞։ Նա ոնց բացատրեմ։ Դե ասենք ամեն մարդ չի կարող էլի ասենք դրանով զբաղվի, ասենք սպառնալիքը են անելու, որ ոնց ասեմ։ Կարող շատ մասնագիտություններ փոխարինվել օրինակ արհեստական բանականության։ Արդեն փոխարինվել էլի։ Այնքան բան կա, որ փոխվել է։ Կարծում եմ այո, որովհետև ինչ ավելացել է այս արհեստական բանականության հետ կապված ամեն ինչը, գնում է թվայնացման, էլի ամեն ինչ։ Իսկ որպես սպառնալիքներ կլինեն դրանից օրինակ։ Դե իհարկե, մարդիկ էլ չեն աշխատացնում իրենց ուղեղը, շատ կոպիտ ասված իհարկե դա։ Նույնիսկ երեխաներն են իրենց տնային ուսուցումները դրանով կատարում, ինչը բերում է այս ամեն ինչի վատթարացման, էլի։ Իհարկե ունի իր լավ կողմերը եւ վատ կողմերը բնականաբար։ Եթե կատարում են առաջադրանքներ կա եւ կատարում են պատով լիովին, ինչի՞ չէ, դա լավ է։ Ինչ առաջադրանքներ կոնկրետ կարաք ասել։ Ինչի՞ մոտ սպառնալիքական բանականությունից։ Սպառնալիքները եղել են կա եւ կմնան։ Աշխարհը քանի կա։